Լայմ Արենայի հովանավորն է Ամառանգազ գազասարքավորումների տեղադրման ընկերությունը։ Եկել է ժամանակը բենզինային համակարգը փոխարինել գազով։ Ամառանգազն առաջարկում է վերջին սերնդի իտալական եւ լեհական սարքավորումների տեղադրում Digitronics, TAG, Lovato, AEP այս առաջատար ֆիրմաների սարքավորումներով ձեր մեքենայի ընթացքը կլինի առավել շահավետ։ Ամառանգազում առկա է ապարիկի ճկուն համակարգ, ձևակերպումը տեղում, հասցեն Թբիլիսյան խճուղի 2.1 լամպերի գործարանի հարևանությամբ։ Տեղեկատու հեռախոսահամար 077 77 62 24։ Հաղորդման գործընկերն է Հինչադա սպորտային բառը։ Բարև ձեզ, եթերում Լայմ Արենան է։ Վերջին շրջանում Դինամո մարզադահլիճը վերածվել էր բռնցքամարտի մի յուրօրինակ մրցահարթակի։ Այստեղ մրցում էին բռնցքամարտի Հայաստանի գրեթե բոլոր տարիքային խմբի մարզիկները։ Առաջինը մրցահարթակ դուրս եկան մեծահասակներն, ապա երիտասարդները, իսկ այս օրերին բռնցքամարտի ռինգը տրամադրվել է պատաներին։ Պետք է նշեմ, որ մեծահասակների ու երիտասարդների առումով արդեն չեմպիոններն ու մրցանակակիրները պարզ են, իսկ պատանիների չեմպիոնները հայտնի կդառնան ամսի 20-ին։ Ինչևէ, Լայմ Արենան չէր կարող չանդրադառնալ բռնցքամարտին, եւ այսօր Լայմ Արենայի հաղորդման եթերում կանդրադառնանք հայկական բռնցքամարտին, Հայաստանի առաջնությանը եւ կպարզենք, թե ինչ խնդիրներ գոյություն ունեն հայկական բռնցքամարտում։ Իսկ այդ հարցում ինձ կօգնի բռնցքամարտի Հայաստանի Ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանն, ով ժամանակին նույնպես եղել է հայտնի բռնցքամարտիկ։ Բարև ձեզ, պարոն Գևորգյան, նախ շնորհակալություն, որ ընդունեցիք իմ հրավերը։ Վերջին շրջանում Հայաստանի բռնցքամարտի Ֆեդերացիան բավականին լրջորեն, բավականին ծանր գրաֆիկով էր աշխատում, իսկապես Հայաստանի առաջնությունն իրենից մեծ բեռ ներկայացնում, մեծ դժվարություն, որը դուք կարող եմ վստահ ասել, պատվով հաղթահարեցիք։ Դուք առաջին անգամ մեր մարզիկներին տեսաք ռինգում, կարծիք կազմեցիք նրանց ունակությունների մասին եւ խնդրեմ այժմ ձեր կարծիքը նրանց ունակությունների մասին։ Իսկապես շատ ծանրաբեռնված ամիս ստացվեց։ Մենք որոշեցինք այս մեկ ամսվա ընթացքում ձևավորել բոլոր տարիքային խմբերում մեր հավաքական թիմերը։ Արդեն իսկ ինչպես նշեցիք, մեծահասակները եւ երիտասարդները ավարտել են իրենց մրցապայքարները, արդեն այնտեղ որոշակի պարզություն կա։ Պատանիների մրցապայքարը դեռ շարունակվում է։ 1-2 օրից արդեն կիմանանք, թե ովքեր են ընդգրկում հավաքական թիմի կազմը։ Իսկ ինչպիսի տպավորություն ստացաք մեծահասակներից։ Ճիշտ է, կային քաշային կարգեր, որտեղ մարզիկները բավականին քիչ էին, կային քաշային կարգեր, որտեղ շատ էին, բայց լրիվ արդյունքները տարբեր էին։ Գոհացնողը մի բան է, որ ընդգծվեցին մի քանի տղաներ, որոնք իսկապես հնարավորություն ունեն անելու, ասելու խոսք դեռ ունեն։ Նրանց հետ լուրջ աշխատանք պետք է տարվի։ Ցավոք սրտի մի շարք քաշային կարգերում իսկապես մենք չունենք այն բռնցքամարտիկը, որը ներկայացնելու Հայաստանի Հանրապետությունը միջազգային արենաներում։ Եվ հնարավոր է, որ քաշային կարգեր լինեն, որտեղից ընդհանրապես բռնցքամարտիկ չընդգրկվի հավաքական թիմի կազմ առայժմ։ Այն, որ 49 կիլոգրամ քաշային կարգում մենք ունենք ընդամենը 3 մարզիկ, դա չի մտահոգում։ Իհարկե մտահոգում է։ Մենք խոսում ենք մի քաշային կարգի մասին, որտեղ մենք մշտապես բոլոր ժամանակներում ամբողջ աշխարհին տվել ենք լավագույն բռնցքամարտիկները։ Դավիթ Թորոսյան, Նշան Մունչյան, Ալեքսանդր Նալբանդյան, այսինքն սերնդափոխությունը միշտ եղել է եւ այդ քաշային կարգում մենք ունեցել ենք ակնհայտ լիդերը։ Եվ այսօր ընդամենը մասնակցում էին 3 հոգի։ Սա լուրջ խնդիր է։ Սա այն քաշային կարգն է, որտեղ միշտ լուրջ մրցակցություն է եղել։ Իսկ եթե չկա մրցակցություն, շատ դժվար է աճել։ Մեծահասակների առաջնության ժամանակ հայ մրցավարների հետ մեկտեղ մրցավարություն էին անում նաև վրացի մրցավարները։ Դա կատարված էր նրա համար, որպեսզի օբյեկտիվություն ապահովենք, թե իմ խնդրանքով Վրաստանի ժամանեցին 4 միջազգային կարգի մրցավարներ, որոնք հիմնականում լուծեցին իրենց խնդիրը, ինչի համար իրենք հրավիրված էին, անաչառության խնդիր կար։ Մշտապես բռնցքամարտում բողոքում են Երևան, Շիրակ, Երևան, Լոռի, այսինքն գյումրեցիներ, երևանցիներ, ասած խնդիրեր առաջանում, որ արդար են դատում, արդար չեն դատում։ Կարողացան մրցավարները ազդել նաև մեր տեղական, մեր տեղի մրցավարների վրա, որպեսզի նրանք անաչառ գտնվեն, որովհետև այն պարագայում, երբ իրենցից մեկը նստած է եւ մյուսների հետ, այսինքն միավորների տարբերությունը շատ էր, շատ հնարավոր էր լիներ։ Իհարկե նկատողություն կստանային եւ կհեռացվեին հետագայում մրցավարության իրավունքից, կզրկվեին։ Այդ պարագայում մեր մրցավարներն էլ գտնվեցին ավելի ձիգ, կոռեկտ եւ փառք տիրոջը ստացվեց։ Բայց այնուհանդերձ կրկին վեճեր եւ դժգոհություններ եղան։ Դե գիտեք, բռնցքամարտը այնպեսի մարզաձև է, սա ֆուտբոլ չի, որ գնդակը հայտնվի դարպասում
եւ բոլորը տեսնեն, որ գնդակը հայտնվել է դարպասում։ Անկամ ֆուտբոլում երբեմն ֆուտբոլում են լինում տարաձայնություններ։ Երկու կողմերն ունեն իրենց երկրպագուները, երկու կողմերն էլ կայնած է իրենց, այսինքն իրենց սիրտը ցավում է իրենց բռնցքամարտիկի համար եւ հավասար մենամարտերում իհարկե իրենց թվում է, որ իրենց տղան հաղթեց։ Հավասար մենամարտներ շատ եղան։ Ցավոք սրտի ես ուրախ կլինեի, որ այդ հավասար մենամարտերը լիներ նրանից, որ բոլորը շատ ուժեղ լինեին եւ հավասար մենամարտեր լիներ։ Միջակություններ խոսում եւ բոլորը միջակ հավասար էին։ Ակնհայտ լիդերը, որը մեկ գլուխ բարձր պետք էր լիներ, չկար։ Ինչը որ մեր ժամանակներում շատ կար։ Ունեին քաշային կարգեր, որտեղ տարիներ շարունակ շատ դժվար էր այդ քաշի լիդերին խաղից անելը, որտեղ շատ երևացող առավելություն ուներ։ Այսօր մենք այդ երևացող լիդերի կարիքն ունենք։ Հիմնական ցավը հենց դա է։ Ինչեւ այս պայն առաջարկում դիտել Հայաստանի առաջնության մասին պատմող ռեպորտաժն, այնուհետև կվերադառնանք եւ կշարունակենք։ Հայ բռնցքամարտիկների համար այս տարվա առաջին ստուգատեսը Հայաստանի առաջնությունն էր։ Այն իսկապես կարևոր ստուգատես էր մեր մարզիկների համար, քանզի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանը հենց առաջնության արդյունքների հիման վրա պետք է կազմավորեր Հայաստանի հավաքականը։ Պետք է նշեմ, որ առաջնությունն անցավ բարձր մակարդակով։ Դա էին վկայում եւ մասնագետները, եւ առաջնությունը լուսաբանած լրատվամիջոցները։ Ինչևէ 4 օր շարունակ Հայաստանի ուժեղագույն բռնցքամարտիկները պայքարեցին չեմպիոնի կոչման եւ մրցանակային տեղերի համար։ Ընդհանուր առմամբ խաղարկվեց մեդալների 10 հավաքածու, 49 կիլոգրամ քաշային կարգում հաղթող դարձավ Եվրոպայի երիտասարդների կրկնակի չեմպիոն Կորյուն Սողոմոնյանն, ով եզրափակիչում առանց մեծ դժվարությամբ առավելության հասավ Շիրակի մարզը ներկայացնող Սուրեն Առաքելյանի նկատմամբ։ 52 կիլոգրամ քաշային կարգի եզրափակիչում միմյանց հետ մրցեցին Արարատը ներկայացնող Գարեգին Ավետիսյանը եւ օլիմպիական հերթափոխի քոլեջիսան Նարեկ Աբգարյանը։ Դժվարին պայքարում հաղթանակ տոնեց Աբգարյանը։ Գիտաժան եւ միևնույն ժամանակ վիճահարույց ստացվեց 56 կիլոգրամ քաշային կարգի եզրափակիչը։ Հենրիկ Մոքոյանի եւ Արթուր Մովսիսյանի մենամարտում մրցավարները հաղթանակը շնորհեցին Մոքոյանին։ Պակաս դիտարժան չէր 60 կիլոգրամ քաշային կարգի եզրափակիչը, որտեղ մրցում էին Արթուր Վարդանյանն ու Հայրիկ Նազարյանը։ Գործի եւ գրագետ մարտավարության շնորհիվ հաղթանակ տոնեց Դինամոն ներկայացնող Արթուր Վարդանյանը։ 64-ում հավասարը չուներ Հովանես Բաչկովը, երկրորդը Արա Պլուզյանն էր, իսկ պատվո հարթակի երրորդ աստիճանին կանգնեցին Գոր Երիցյանն ու Մաքսիմ Ակոպովը։ 69-ում ոսկե մեդալի համար պայքարեցին Հայաստան մարզական միությունը ներկայացնող Լեո Պապյանն եւ դինամոյական Վլադիմիր Մարկարյանը։ Դժվարին պայքարում հաղթեց Մարկարյանը, Դինամոյի համար ապահովելով 4-րդ ոսկե մեդալը։ 75 կիլոգրամ քաշային կարգում չեմպիոն դարձավ Արման Հովիկյանը, ով եզրափակիչում առավելության հասավ Արման Դարչինյանի նկատմամբ։ 81-ում հավասարը չուներ Նիկոլ Արությունովը, երկրորդը Ռուսլամ Իբրահիմյանն էր, իսկ բրոնզե մեդալներին արժանացան Տիգրան Արմենակյանն ու Լևոն Բաբայանը։ 91 կիլոգրամ քաշային կարգում Հենրիկ Սարգսյանն առավելության հասավ Արամ Իքլիմյանի նկատմամբ։ Այս քաշային կարգում պատվո հարթակ բարձրացան նաև Ռազմիկ Հարությունյանը եւ Կարեն Հակոբյանը։ Երկցանր քաշային կարգում չեմպիոնի կոչումը նվաճեց Լորին ներկայացնող Ռաֆայել Սիմոնյանը, ով եզրափակիչում մեծ դժվարությամբ հաղթանակ տոնեց Աղասիմ Մեհրաբյանի նկատմամբ։ Շարունակում ենք հաղորդումը։ Մեծահասակների առաջնությունից օրեր անց կայացավ նաև երիտասարդների Հայաստանի առաջնությունը։ Այստեղ մասնակիցները թեև ավելի շատ էին, բայց որակներ ինչ որտեղ կաղում։ Ձեր կարծիքը։ Համամիտ եմ ձեր հետ։ Եթե մեծահասակներում կային մի 4-5 տղա ընդգծվեցին, որոնց հետ հույսեր ենք արդեն կապում, երիտասարդները ավելի վատ վիճակում են գտնվում։ Հիմնականում տեխնիկական բազայի թերություն կա։ Դրանում կարելի է մեղադրել միայն իրենց ակումբներին, իրենց մարզիչներին։ Այսինքն դասական բռնցքամարտի դպրոցը ճիշտ չեն անցել այս երեխաները։ Մենք ինչ-որ միտեղ, ինչ-որ մի ժամանակ բաց ենք թողել մեր ձեռքից։ Հայկական ոճը, հայկական բռնցքամարտի ոճը այսօր ձեռագիրը չի երևում ռինգում։ Մեր տղաները նմանվում են ավելի շատ եվրոպական այն երկրներին, որոնք արդյունք չեն ունեցել երբևիցե։ Այսինքն այդ համախառն մենամարտերը իրար այդ ծեծը դա մերը չի, դա հայկական չի։ Հայկական ձեռագիր ասածը նշանակում էր հասցնել հարված եւ չստանալ հարված։ Հենց դա էր վկայում, որ մեր հայ բռնցքամարտիկները անվանի շատ երկար, հասուն տարիքում միջև բռնցքամարտի մեջ էին գտնվում։ Այսօրվա բռնցքամարտով այս տղաները 3-4 տարուց ավել չեն կարող շարունակել։ Այսինքն 10 հատ խփեն 8 հատ ստանան եւ այդպես հաջողության հասնեն։ Հենց խնդիրը դա է, որ այդտեղ վիճահարույց է, թե ումն է հաղթանակը, երկուսն էլ իրար ջարդում են եւ ծեծում են։ Լավ, այս դեպքում ուրեմն մենք խնդիր ունենք, քանի որ արժեվում երիտասարդների աշխարհի առաջնությունն է, իսկ մեր երիտասարդները պետք է ներկայացնեն Հայաստանը։
Ինչ սպասելիքներ ունենք իրենցից եւ արդյոք կարողանան արդարացնել մեր սպասելիքները։ Պարտադիր պայման չէ, որ մենք բոլոր քաշային կարգերում ներկայացված բռնցքամարտիկ ունենանք։ Մենք կընտրենք լավագույններին։ Եթե պետք է ներկայացնենք 10 քաշային կարգում, ես չեմ ուզում, որպեսզի թույլերը լինեն այդ թիմի մեջ եւ իրենց բացասական էներգիայով, իրենց պարտվելով, այսինքն բացասական տրամադրություն ստեղծեն հաղթողների վրա։ Կընտրենք լավագույններին, թող 4-ը մասնակցեն, բայց այդ 4-ը պետք է լինեն պոտենցիալ մեդալակիրներ։ Աշխարհի առաջնությունը դա փորձ ձեռք բերելու վայր չի, դա մեր ամենակարևոր քննական վայրն է։ Գնում ենք ամենաբարձր քննությունը հանձնելու, կգնան լավագույնները։ Պարոն Գևորգյան, դուք բռնցքամարտիկ եք եղել, արդեն նշեցի եւ լավ գիտեք բռնցքամարտիկի հոգեբանությունը, հատկապես հայ բռնցքամարտիկի հոգեբանությունը։ Ինչ է հարկավոր հայ բռնցքամարտիկին Կաշվե ձորնոցի հայկական ավանդույթները կրկին բարձրացնելու համար։ Կարծում եմ շատ բան անհրաժեշտ չէ։ Մի քիչ ուշադրություն է պետք եւ լավ մասնագետներով պետք է շրջապատված լինի։ Մեր տղաների մեղքը չկա այս ամենի մեջ, որ այսօր մեր հայկական բռնցքամարտը հետ է գնացել։ Տղաները նույն տղամարդու ոգով համարձակ մեծ ցանկությամբ հաղթողի տղաներ են։ Բայց եթե նրան չես տալի այն սնունդը, որով ինքը կարող է սնվել եւ ներկայանալի լինել միջազգային մրցաշարերում, իհարկե ինչ անի այդ տղան։ Մենք հիմնական աշխատանքը ես որպես ֆեդերացիայի նախագահ այսօր տեսնում եմ մարզչական կոլեկտիվի հետ։ Ավելի շատ պետք է սկսենք մարզիչներին կրթել, մարզիչներին ճիշտ ուղու վրա դնել, մի հատ հասկանանք ովքեր են այսօր աշխատում առհասարակ դպրոցներում, մեր երեխաների հետ, մեր տղաների հետ։ Ես այսպես եմ հասկանում, ոչ վաղ անցյալում թեկուզ հենց նույն մարզիչների ղեկավարությամբ շատ մարզիկներ հասնում էին հաջողության։ Ինչը խանգարեց մեզ, ինչը ետ պահեց մեզ, բռնցքամարտն առաջ գնաց, իսկ մեր մարզիչները տեղում դոփեցին, թե ժամանակակից բռնցքամարտը հսկայական քայլերով գնում է առաջ։ Մեր մարզիչները մենք ժառանգությունը մեզ մնացել հետ սովետական շրջանից։ Եթե ինչ այն ժամանակ լավ էր, միգուցե այսօր միջին է, մենք այդ միջինի վրա ենք գտնվում։ Այսինքն եթե դու չես զարգանում, դու չես փոխվում, ժամանակից չես քայլում, իհարկե դու հետ ես մնում։ Եվ ճիշտ սերնդափոխություն չի եղել, այդ մի քանի լավագույն մեր մարզիչները արդեն շատ մեծ են։ 70 տարեկան են, 75 տարեկան են, 60-անց են բոլորը գրեթե։ Կան մի քանի շատ արդյունավետ աշխատող երիտասարդներ, որոնք ունեն լավ էներգիա, ցանկություն աշխատելու, բայց իրանց մոտ էլ կարող է մասնագիտական գիտելիքները։ Այսինքն համադրել է պետք փորձառուի եւ նորի անընդհատ իրար հետ շփումը, համադրել է պետք, աշխատացնել է պետք այս թիմին։ Ինչու՞ չէ եւ սովորացնել է պետք, ուղարկել է պետք դասընթացների։ Մենք այսօր ֆեդերացիայում ստեղծել ենք շատ հրաշալի թիմ, շատ պրոֆեսիոնալ թիմ։ Մեր գլխավոր մարզիչը շատ մեր հայտնի լեգենդար բռնցքամարտիկ Դավիթ Թորոսյանը, ինքը շատ հզոր վարպետ է բռնցքամարտի աշխարհում եւ իրեն հաջողվեց հավաքական թիմում տղաների մոտ ստեղծել այն տրամադրությունը, որը երբևիցե չի եղել։ Տղաները հիմա ինձ մոտիկանում են եւ արտահայտվում են այնպիսի տպավորություն է, որ մենք ոնց որ հենց այսօր նոր սկսած լինենք բռնցքամարտով զբաղվել, այսինքն ամեն ինչ ջնջվել եւ զրոյից են սկսել։ Ոգևորություն կա, հսկայական ոգևորություն, դա գովելի է։ Իդեպ ես շփվել եմ Դավիթ Թորոսյանի հետ, պետք է նկատեմ, որ նա լավ մարզիչ լինելուց բացի նաև լավ հոգեբան է, լավ հռետոր է, իսկ սպորտում դա շատ կարևոր է։ Այո։ Մեր հետ սովետական ժամանակաշրջանի մարզիչների մոտ կա մի ձև, մի ընդհանուր մոդել մարզում անցկացնելու, որ բոլորին շարել, բոլորը միանման, քայլել առաջ, հետ, շատ ժամանակ, ասենք, այդ դեսպոտի պես, հասկանում եք, սա բանակ չի, եւ սա թիմային մարզաձև չի, սա անհատական մարզաձև է, այսինքն ամեն բռնցքամարտիկի հետ պետք է յուրովի մոտիկանաս, եթե մեկի համար 2 ժամ մարզումը լավ է, մյուսի համար 3 ժամն էլ է քիչ, այսինքն մասնագետը, մարզիչը այնքան պրոֆեսիոնալ պետք է լինի, որպեսզի անհատական մոտեցումներ ցույց տա։ Յուրաքանչյուր ֆեդերացիա իր առջև տարեկան պլան է դնում։ Բռնցքամարտի ֆեդերացիան ինչպիսի տարեկան պլան է դրել իր առջև եւ որը կհամարի այս տարվա իր թեկուզ եւ առաջադրանքի կատարում։ Ի սկզբանե մեր պլանը բացասական դիրքից գալ զրոյին հասնելն էր։ Մենք այսօր կարծում եմ զրոյին հասանք։ Մենք հետ նահանջից ենք սկսել քայլել, այսինքն
շատ վատ վիճակից ենք սկսել քայլել։ Այսօր նշмарվում է որոշակի արդյունավետ գործողություններ, տղաների ոգևորությունը, ցանկությունը աշխատելու։ Ինչևէ, ժամանակը ցույց կտա։ Պարոն Գևորգյան, դուք մեր հարցազրույցի ժամանակ նաև բազմիցս նշել եք, որ սպորտը բիզնես է, բայց չի մտահոգում այն փաստը, որ կարող է մարզիկներին շատ գրավել այդ բիզնես հասկացողությունը եւ սպորտը կորցնի իր համնուհոտը։ Չեմ կարծում եւ ուզում եմ որպեսզի գրավի իրենց այդ բիզնես հասկացությունը, իրենք պետք է հասկանան, որ իսկապես սպորտը բիզնես է։ Եկեք չմոռանանք, որ արդեն որ 3-րդ տարին է աշխարհի ամենահարուստ սպորտսմենը բռնցքամարտիկ է, Ֆլոյդ Մեյվեդերը։ Միջելոց ում հետ ես հանդիպել եմ 96 թվականի Ատլանտայի օլիմպիական խաղերում։ Այդ բռնցքամարտիկը մի մենամարտի ժամանակ վաստակում է այնքան, որքան Լիոնել Մեսին 8 տարվա ընթացքում։ Իսկ մարզերում հայկական բռնցքամարտի վիճակը ինչպիսին է։ Այս Հայաստանի արարողությունները ցույց տվեցին, որ բռնցքամարտը գնում է դեպի մարզերը։ Երևանը սկսեց զիջել իր տեղը։ Մենք տեսանք, որ Գյումրին մեկ գլուխ բարձր էր։ Հենց այն անաչառության խնդիրը երբ դրեցինք, երբ գյումրեցիները միշտ բողոքում էին, պարզվեց, որ հիմնավորված է այդ տղաների բողոքը։ Եվ գյումրեցիները ունեցան 3-4 հաղթողներ, երկրորդ տեղեր, երրորդ տեղեր։ Գյումրու դպրոցը նորից իր վերելքն է ապրում։ Ինչևէ հուսանք, որ Հայաստանի առաջնությունում հաջողության հասած մարզիկները մոտ ապագայում հաջողության կհասնեն։ Եվ ասեմ, այդ հաջողության գաղտնիքը նրանում է թաքնված, երբ նոր վարվելաձևը, նոր մարզման ձևը ավագ մարզիչը ներկայացրեց իր նոր մարզման մոդելը, Գյումրին միանգամից ընկալեց։ Եվ երբ մենք այս կատարեցինք Գյումրի մեր հավաքներից հետո, մենք տեսանք, որ Գյումրին ամբողջությամբ մարզվում է մեր նոր մոդելով։ Ինչը որ մեր հայաստանյան Երևանի մնացած դպրոցներում երեխայի պես, նեղացկոտ երեխայի պես մարզիչները մի տեսակ քենքշելով իրանց հին ավանդույթին համաձայն մնացել են իրանց հին ոճի մեջ եւ չեն ուզում նոր բան սովորեն։ Սա կործանարար բնավորություն է։ Սա առաջ խաղացում տեղի չի ունենա, եթե իրենք չփոխվեն։ Հասկանաք, բնորոշ է հայկական կողմին, իրենք բոլորը իրենց համարում են ամենախելոքը եւ ամենագետը եւ նոր սնունդ երբ տալիս է շատ դժվար են ընկալում։ Այդ պետք է այս ստերեոտիպը կոտրվի։ Եթե ոչ, ստիփված կլինենք մենք փոխել այդ մարզիչներին։ Դե ինչ, հուսանք, որ կկոտրվի։ Պարոն Գևորգյան, շնորհակալություն մեր հրավերն ընդունելու համար, շնորհակալություն նաեւ հաճելի զրույցի համար։ Հարգելի հեռուստադիտողներ, եթերում Լայվ Արենան էր հայկական բռնցքամարտի մասին քննարկումով։ Շնորհակալություն ուշադրության համար։ Լայվ Արենայի հովանավորն է Ամառանգազ գազասարքավորումների տեղադրման ընկերությունը։ Եկել է ժամանակը բենզինային համակարգը փոխարինել գազով։ Ամառանգազն առաջարկում է վերջին սերնդի իտալական եւ լեհական սարքավորումների տեղադրում։ Digitronics, TAG, Lovato, AEP այս առաջատար ֆիրմաների սարքավորումներով ձեր մեքենայի ընթացքը կլինի առավել շահավետ։ Ամառանգազում արկա է ապարիկի ճկուն համակարգ, ձևակերպումը տեղում, հասցեն Թբիլիսյան խճուղի 2 դրոպ 1 լամպերի գործարանի հարևանությամբ։ Տեղեկատու հեռախոսահամար 077 77 62 24։ Հաղորդման գործընկերն է Հինչադա սպորտային բառը։